Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Հայաստանի տարածքով ադրբեջանցիների մուտքի և ելքի բեռնափոխադրումների համար հայկական կողմը պարտավորվել է, որ անվտանգային երաշխիքներ կտա, իսկ ահա խորհրդարանական ընդդիմադիրները փորձագիտական և քաղաքագիտական համայնքը կարելի է ասել, այդպես էլ իշխանություններից հստակ պատասխան տեղեկություն չեն կարողանում ստանալ Հայաստանի քաղաքացիների բեռնափոխադրումների համար ադրբեջանական կողմը անվտանգային երաշխիքներ տալիս է արդյոք։ Ինչ վերաբերում է հրիպի այսպես ասած իրականացմանը, այս ամփոփեցագործմանը եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար Ադրբեջանի տարածքում անվտանգային երաշխիքների անխոչնդոտ տարածման իրավունքի ապահովում Ադրբեջանը նույն պայմանները ինչ որ մենք ենք առաջարկում ադրբեջանական քաղաքացիների համար չի ապահովելու։ Ադրբեջանն ունի ստորագրված բազմաթիվ միջազգային պայմանագրեր, որոնք վերաբերվում են էթնիկ եւ ազգային փոքրամասնություններին, որքանով են այդ իրավունքները երաշխավորված եւ ապահովված Ադրբեջանում։ Ժողովրդագրության ցուցանիշները բացասական են։ Օրինակ, ցավիչների թվականակի հետ կապված նրանց տրամադրված իրավունքների, լեզգիների, թաթերի, մեր հայերիս Ադրբեջանում Արցախի բնակչության համար ադրբեջանական սահմանադրության որպես ադրբեջանի քաղաքացիների։ Բայց ինքները տեսակ թե ինչպիսին են այդպիսի անվտանգության երաշխիքները։ Քաղաքագետ Բալյանի ձևակերպմամբ Սյունիքով անցնող կառուցվելիք ճանապարհը թրիփ ուղին նախատեսված է բացառապես ադրբեջանական բեռների տարանցման համար։ Ընդհանրապես, ըստ իրավագետ սահմանադրագետների, եթե Հայաստանը թույլ է տվել, որ օրինակ Եվրամիությունը դիտորդական առաքելություն իրականացնի Հայաստանի տարածքում, դա արդեն Հայաստանի սուվերենության սահմանափակում է։ Հայաստանը պարզව որոշակի սուվերենությունը սահմանափակում է այդ տարածքի վրա, քանի որ այլ պետություններ էլ կան, պետություններ են մասնակցում Միացյալ Նահանգները, բայց պետությունները դա անընդհատ անում են, միշտ առևտրային շրջանառության համար։ Թրիփ նախագծին վարդագույն ակնոցներով նայողները, այդ թվում իշխանական թևը, համարում են, որ թրիփը ունի մի քանի շերտ Հայաստանն Ադրբեջանի տարածքով կկապի աշխարհի երրորդ երկրներին։ Նախնական նախագծով 3 ճանապարհի մասին խոսքը երկաթուղային նկասնի Մեղրի հատվածում, եւս 2 ճանապարհ, մեկը Երասխի հատվածում դեպի Սադարակ, մյուսը Սիսիանի տարածքով, Գորի Սիսիանով անցնում Անգեղակոթով նախկին ճանապարհը, որ գնում է դեպի Նախճեվանի բացաբաց։ 3 ճանապարհների շահագործումն էլ Ադրբեջանը իր համար ծրագրային է համարել պատերազմից անմիջապես հետո։ Ըստ վերլուծաբանների, եթե նոյեմբերի 9-ի պայմանագրով նախատեսվում էր տարածաշրջանային տրանսպորտային հանգույցների ապա շրջափակում, ապա Վաշինգտոնյան նախաստորագրված իրավաբանական ուժ չունեցող փաստաթղթով նման պահանջ ընդհանրապես չկա։ Կոռուպցիոն երևույթները եղել են, կան ու երևի թե կլինեն, բայց պայքարել դրանց դեմ պետք է ցանկացած պարագայում։ Այս անգամ հերթը գնումների ոլորտում կոռուպցիոն ռիսկերի նվազմանն ուղղված նախագծինն է։ Պաշտոնյաների եւ նրանց ընտանիքի անդամների հետ փոխկապակցված ընկերությունների մասնակցությունը գնման գործընթացին կսահմանափակվի։ Փոխկապակցված կհամարվեն պաշտոնյայի ամուսինը, պաշտոնյայի կամ նրա ամուսնու զավակը, ծնողը, քույրը, եղբայրը, ինչպես նաեւ համատեղ բնակվող Այն ընկերությունը, որում մասնակցության եւ կամ պայմանագրի հիման վրա պաշտոնյան կամ վերջինիս նշված ազգակիցները կամ վերջիններիս մասին հանրագումարային եղանակով իրավունք ունի ուղղակի կամ անուղղակի տնօրինելու դրա կանոնադրական կապիտալի կամ փայաբաժնի կեսից ավելին, կանխորոշելու այդ ընկերության կողմից ընդունվող որոշումները, այդ թվում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու պայմանները եւ տալու այդ կազմակերպության կողմից իր հիմնական գործունեությանն առնչվող պարտադիր կատարման ենթակա հանձնարարականներ։ Ենթադրենք պաշտոնյայի հետ փոխկապակցված անձը արդեն մասնակցել է գնումների գործընթացին, հետո նոր միայն պարզվել է, որ օրենքի խախտում է տեղի ունեցել։ Այս դեպքում պատվիրատուն պայմանագիրը միակողմանիորեն կլուծի, իսկ ընկերությունը պատվիրատուին կվճարի պայմանագրի շրջանակներում իրեն վճարված գումարի 20%-ը։ Սա ինքնին նշանակում է, որ գնումը տապալվում է, բայց պետությունն արդեն այս գործընթացի վրա ծախսում է ռեսուրս եւ ժամանակ։ Մենք չենք կարող միշտեմարան ձևավորենք, որպեսզի բոլորիս անունները պետական գնումների ինչ որ համակարգում ներբեռնված լինի եւ պաշտոնները, որպեսզի համակարգը ինքը ֆիլտր դնի, թույլ չտա, որ շարժվի առաջ հայտը։ Մենք կերաշխավորենք, որ այն ինչ որ դուք նկարագրեցիք, այդ ամեն ինչը արկա տվյալների համադրությամբ ամեն ինչ կանենք, որ ինքնաշխատ ձևով այս ամեն ինչը աշխատի։
Նախագիծը նաև հակասություն է առաջացնում, եթե այն ուժի մեջ մտնի, օֆշորային ընկերությունները չեն կարողանա մասնակցել գնումների գործընթացին, քանի որ բաժնետերերը բացահայտված չեն իրենց իրավական կարգավիճակով, բայց եթե օֆշորային ընկերությունները իրավունք ստանան մասնակցելու գնման գործընթացին, կստացվի, որ օրենքը շրջանցված է եւ չի գործում։ Մենք ունենք բնական մենաշնոր կազմակերպություններ, որոնց սեփականատերերը օֆշորային են։ Ուզում եմ ասեմ, ներեցել չանենք, որ չկարողանանք ենթադրենք կոմունալ ծառայություններ գնել որպես պետություն, էլի դրա ալտերնատիվ ստեղծելը բավականին բարդ է լինելու։ Ուզում եմ ասեմ, բայց ամեն դեպքում պիտի քննարկենք այս հարցերը ինչ որ փուլում ազգային ժողովում այդ թվում։ Հայաստանը հնարավորություն ունի ունենալ երկրորդ միջազգային օդանավակայանը։ Կառավարությունն առաջարկում է Կապանի Սյունիք օդանավակայանի վրա կոնցեսիոն պայմանագրի սահմանափակումները վերացնել ու պայմանագրի ժամկետը երկարաձգել մինչև 2067 թվականի վերջ։ Կոնցեսիոները, որն այս դեպքում կորպորասիոն Ամերիկան է, պարտավորվում է իրականացնել $425 միլիոն չափով կապիտալ ներդրումներ։ Լրացման նախագծով վերահաստատվում է, որ թե օդանավակայանի ենթակառուցվածքը եւ թե շահագործումը ողջ ընթացքում պետք է համապատասխանեն միջազգային առաջնակարգ ստանդարտներին։ Որոշման նախագծով նախատեսվում է 1 ամսյա ժամկետում ստորագրել Հայաստանյան կառավարության եւ կորպորասիոն Ամերիկա ընկերության միջև ստորագրված կոնցեսիոն պայմանագրի 5-րդ լրացումը։ Կառավարության նիստի օրակարգային մյուս հարցով հաստատվեց ուսուցիչների կամավորատեստավորման համակարգի հերթական բարեփոխման փաթեթը։ Կարգով նախատեսված փոփոխություններով ուսուցչի կողմից իրականացվող անհատական բաղադրիչի ժամերի վրա եւս կտարածվի ատեստավորման արդյունքների վարձատրությունը։ Սա նշանակում է, որ ուսուցիչները բացի իրենց առարկաները դասավանդելուց նոր չափորոշչի համաձայն կարող են նաեւ վարել խմբակներ, ունենալ նախագծային աշխատանքներ։ 2023-ի արցախցիների բռնի տեղահանության օրերին մարդկանց մի մասը, ովքեր ունեին հնարավորություն, Հայաստան տեղափոխեցին մարտերում զոհված իրենց հարազատների աճյունները։ Դա արեցին բարբարոսների գտասրտության վրա հույսը չդնելու համար։ Կառավարության շենքի առաջ հավաքվել էին արցախցիներ, ովքեր չեն ունեցել այդ հնարավորությունը։ Մարդիկ ունեն մեկ խնդրանք՝ բանակցել ադրբեջանական կողմի հետ իրենց զոհված հարազատների աճյունները Հայաստան տեղափոխելու համար։ Կապ չունեմ Մարտակերտ, Մարտունի, Ստեփանագերտ, մի օրվա գործ է։ 30 քանի զոհված ու շիրիմներ կան, որ այնտեղ ոչ մի բան չկա վերեն դրած։ Մենք խնդրում ենք, որ մեր երեխեքը Արտաշիրիմ անենք բերեք ստեղ։ Զոհվածների հարազատները բացատրում են, որ Հայաստան գալուց հետո թակել են տարբեր դռներ այս հարցին լուծում տալու համար, սակայն լուծում առայժմ չկա։ Միայն աբստրակտ խոստումներ։ Այնինչ տեղափոխման գործընթացը պատրաստ են կազմակերպել սեփական միջոցներով։ Եթե հնարավոր չի պետության շրջանակներում այս գործին, այս հարցին լուծում տրվի, մենք որպես հարազատներ պատրաստ ենք հասնել հակարի անցակետ։ Գոնե մեր անխոչնդոտ հակարի հասնելը ապահովի։ 2023-ի սեպտեմբերին Արցախի պաշտպանության մարտերում զոհվածների աճյունների տեղակայման վայրերը հայտնի են, բայց մնում են հարյուրավորներ, որոնց գտնվելու վայրը 2020-ից շարունակում է մնալ անհայտ։ Խնդիրը լուծում չի ստացել նախորդ 5 տարիներին։ Գործադիրը վերջերս օրինագիծ է ներկայացրել, որն օրենսդրորեն պետք է կարգավորի այս խնդրին առնչվող իրավահարաբերությունները։ Կարգավորումա բովանդակային իմաստով անհետ կորածների ընտանիքների սոցիալական աջակցությունը, բայց պետք է պատասխանատու կերպով նշեմ, որ ինչքան էլ կարևոր հարց է դա, համայնքի ակտիվ համայնքի մեծամասնության կողմից երբեք առաջի պլան չի բերվել անհետ կորածների սոցիալական աջակցության հանգամանքը։ Ամենակարևորը խնդիրը պատասխանատու մարմինների հետ կոմունիկացիան է, որը նախորդ 1 տարվա ընթացքում հատկապես դարձել էր չափազանց խնդրահարույց, որովհետև մի մարմինը մյուսի վրա էր բարդում անհետ կորածների հարազատների հարցերին պատասխանելու պատասխանատվությունը։ Օրենքով հիմա սահմանվել է, որ հարցն այսուհետ լինելու է ազգային անվտանգության ծառայության համակարգման ներքո։ Քննչական կոմիտեի քրեադատավարական գործիքակազմը անհետ կորածներին չի բավականացնում, որպեսզի իրենք պատշաճ կարգով մասնակից լինեն այդ ճշմարտության բացահայտման process-ին, վերահսկողություն սահմանեն եւ նաեւ հաշվետվողականություն։ Չնայած օրենսդրորեն ֆիքսվել է, որ զոհվածների հարազատները ունեն նրանց մասին ճշմարտությունն իմանալու իրավունք, սակայն նորից պատասխանատու մարմինն է թողնված այդ տեղեկատվության չափը որոշելու իրավունքը։
ցույց են տալիս հատվածական թղթեր, ընդ որում առանց պատճենահանելու հնարավորության չկա որևէ մի ողջամիտ տրամաբանություն, թե այդ ինչ շահ պաշտպանելու համար է, որ հարազատը չպետք է իմանա իր ընտանիքի անդամի անհետացման հանգամանքները, այդ ինչ շահ են պաշտպանում։ Խորհրդարան մտածօրինագծի համաձայն նաև լուծվելու է չնույնականացված մասունքների հարցը, որոնք մի քանի տասնյակ են։ Սահմանված ժամկետում որևէ նույնականացում չհայտնաբերելու դեպքում պետական իրավասու մարմինները կազմակերպելու են նրանց հուղարկավորումը։ Պարորդական իրավունքի վկայական ստանալու քննությունների ընթացքում առավել թափանցիկ ու օբյեկտիվ միջավայր ապահովելու նպատակով թեթև մարդատար տրանսպորտային միջոցները համալրվել են ժամանակակից տեսաձայնագրող սարքավորումներով։ Քննական տրանսպորտային միջոցի թե սրահի, թե արտաքին միջավայրի տեսաձայնագրումը իրական ժամանակում կապահովի քննական գործընթացի բազմակողմանի վերահսկողություն եւ անկողմնակալություն։ Կտվայնացվեն քաղաքացիություն ստանալու եւ քաղաքացիությունը դադարեցնելու գործընթացներում մատուցվող ծառայությունները։ Նոր կարգավորմամբ հաստատվել է համակարգին հասանելիություն ունեցող մարմինների ցանկը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու կամ քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ամբողջական ցանկը, դրանց ներկայացման, քննարկման եւ էլեկտրոնային հայտերի վարման կարգը։ Սահմանվել է նաեւ դիմումը անձամբ ներկայացնելու համար հերթագրվելու, իրավասու մարմիններին հարցումներ ուղարկելու, եզրակացություններ եւ ծանոթություններ ստանալու մեխանիզմներն ու ժամկետները։ 2025 թվականի նոյեմբերին բազմաբնակարան շենքերի բնակարանների առուվաճառքի գործարքների թիվը Հայաստանում կազմել է 2000։ Երևանում իրականացվել է առուվաճառքի 1505 գործարք, որը կազմում է գործարքների 75.3%-ը։ Տվյալները ներկայացնում էր վիճակագրական կոմիտեն։ 2025-ի հունվար-նոյեմբեր ամիսներին Եվրասիական տնտեսական միության երկրներում արդյունաբերական արտադրության ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 1.2%-ով։ Հայաստանում արդյունաբերական արտադրության ծավալներն աճել են 0.5%-ով, պահպանելով դրական, սակայն համեմատաբար զուսպ դինամիկա։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը նշում է, որ արդյունաբերության աճը պայմանավորված է մի շարք երկրներում վերամշակող արդյունաբերության ակտիվությամբ, ինչպես նաև հումքային ոլորտում արտադրության եւ արտահանման ծավալների ավելացմամբ։ Աշխարհի 24 երկրներից գրեթե 400 միլիոնատերեր եւ միլիարդատերեր կոչ են անում համաշխարհային առաջնորդներին բարձրացնել հարուստների հարկերը։ Նամակի հեղինակները կոչ են անում փակել խորացող անդունդը հարուստների եւ հասարակության միջև։ Բաց նամակը հրապարակվել է Դավոսում անցկացվող համաշխարհային տնտեսական ֆորումի օրերին։ Այն ստորագրել են մի շարք հայտնի անձինք, այդ թվում դերասան եւ ռեժիսոր Մարկ Ռուֆալոն, երաժիշտ Բրայան Էնոն, ինչպես նաեւ կինոպրոդյուսեր եւ բարերար Աբիգեյլ Դիսնեյը։